Մարտի 19-ին Հայոց համազգային միասնություն կուսակցությունը Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտից երթ իրականացրեց դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ բարձրաձայնելու Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմաքաղաքական գերիների եւ քաղաքացիական պատանդների խնդիրը։ Երթի մասնակիցները վանկարկելով «մի սպանեք» դիմում էին ՄԱԿ-ին, որպեսզի վերջինս անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Բաքվում պահվող հայ գերիների հարցով։ Քանի որ գործող իշխանությունը որևէ կերպ չի ուզում այս խնդրով զբաղվել, մենք ստիպված ենք բարձրաձայնել այս խնդիրը բոլոր հնարավոր վայրերում։ ՄԱԿ-ից մենք պահանջում ենք, որպեսզի ՄԱԿ-ը կամ տեղափոխի երրորդ երկրներ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ պատանդներին կամ ազատ արձակեն, որովհետեւ ըստ էության Ադրբեջանում հնարավոր չէ իրականացնել արդարադատություն։ Մենք տեսնում ենք լուսանկարներ, տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում է, որ մարդիկ խոշտանգումների են ենթարկվում։ Այսօր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ճակատագիրը փաստացիորեն անտեսված է գործող իշխանության կողմից։ Հայոց համազգային միասնություն կուսակցությունը դիմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչով զբաղվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրով, տեղափոխել նրանց երրորդ երկրներ կամ վերադարձնել Հայաստան, չաջակցել Ադրբեջանին հայ ռազմագերիների սպանության գործում։ Հայ քաղաքական եւ ռազմական գործիչների խոշտանգումներն ու նվաստացումները միջազգային հանրության առջև ոչ միայն ստորացուցիչ են քաղաքական տեսանկյունից, այլև ոտնահարում են հայի պատիվը։ Ընդհանուր առումով ասած, Բաքվում այսօր դատվում է հայի պատիվը։ Մենք ցանկացած տեսակ պահանջով բողոքներով պետք է բարձրաձայնենք բռնի գերության մեջ գտնվող մեր հայրենիքներին վերադարձնելու հայրենիք։ Եթե պահանջ ձայնի բողոքի բացարձակագործողություններ չլինեն, կարծում եմ ոչ մի կազմակերպություն ՄԱԿ կլինի կամ մնացած կազմակերպությունները կմատնվեն անգործության։ Հայոց համազգային միասնություն կուսակցության մամլոխոսնակը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բարձրաձայն ընթերցեց նամակը, որն ուղղված էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, խնդրանքով միջոցներ ձեռնարկել դադարեցնելու հայ ռազմագերիների հանդեպ իրականացվող անմարդկային եւ անօրինական գործողությունները։ Մենք ցանկանում ենք կոչ անել, ինչու՞ չէ նաեւ հորդորել ՄԱԿ-ի գրասենյակին շուտապույտ ազատ արձակել բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր բռնի ուժով կգտնվում են գերության մեջ, քանզի հայի տեսակին հարիր չէ ունենալ այնպիսի հայրենակիցների գերեվարություն, ովքեր շատ մեծ գործեր են կատարել իրենց հայրենիքի համար։ Ուստի ցանկանում եմ իմ կոչով խնդրել եւ հորդորել ՄԱԿ-ին, որպեսզի շուտապույտ արագ ազատ արձակեն կամ ինչու՞ չէ ուղղորդեն այնպիսի հանրապետություն, որը կարող է իրենց լիարժեք իրավունքներով հնարավորություն տալ բնակվել եւ գործել։ Մենք Հայոց համազգային միասնություն կուսակցությունն ենք ներկայացնում եւ կուսակցության մամլոխոսնակում Հայկ Ստեփանյան։ Մարգարասենյակի ներկայացուցիչ։ Հայտավարին աշխատում, այո։ Շնորհակալություն, մենք ձեզ փոխանցում ենք պարոն Անտոնիո Գուտերեշին ուղղված մեր նամակը։ Խնդրում ենք ՄԱԿ կազմակերպությանը, մենք նոր կարդացինք նամակը, չգիտենք լսել եք թե ոչ, խնդրում ենք ձեզ միջոցներ ձեռնարկել հայ ռազմագերիներին հնարավորինս արագ տեղափոխել կամ Հայաստան կամ երրորդ երկրներ ապահովելու համար կամ արդար դատավարությունը կամ ի վերջո ազատ արձակել այդ մարդկանց, որոնք այդ մարդիկ հիմա սպանվում են Ադրբեջանի բանտերում, ձեզ խնդրում ենք միջոցներ ձեռնարկել եւ շնորհակալ կլինենք ձեզ։ Շնորհակալություն։ Մերսի։ Շնորհակալություն։